Արտիկում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրները ֆիզիկական բռնության են ենթարկել տեղի բնակչին եւ քաղաքական ակտիվիստին։ Դժողն այս հարձակումը համարում է նախապես ծրագրված քաղաքական հաշվեհարդար, կապված վարչապետին ուղղված իր սուր հարցադրումների հետ։ Հարձակվողները որպես պատրվակ են օգտագործել թեք նայելու մասին անհեթեթ կենցաղային վարկածը, ինչը քաղաքացին որակում է սովորական սադրանք։ Իրավապահներն արդեն քրեական վարույթ են նախաձեռնել, իսկ տեղի ունեցածի տեսանյութերը լայնորեն տարածվել են համացանցում։ Սա վերջին օրերին միակ բռնարարքը չէ։ Երեք Մարմարաշենում նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաև Ուժեղ Հայաստան դաշինքի անդամների վրա։ Մասիսում գրանցված այդ միջադեպի ժամանակ իշխանամետ խմբակների թիրախում է հայտնվել անգամ հղիկին։ Շղթայական այս դեպքերը հիմնավոր կասկածներ են հարուցում, որ իշխող ուժը կազմակերպված հարձակումներով փորձում է ահաբեկել եւ լրացնել ընդդիմադիրներին։ Հունիսի 3-ից սկսած Ռոսել Խոսնաձորը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից առաքվող նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ներմուծումը, ինչպես նաեւ այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը, այդ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։ Սահմանափակումները սահմանվել է մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ըստ ծառայության սա եւս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի եւ չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իր լիազորությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ում գրել է, որ վաղը Հայաստանի կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի, լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանումը, ինչպես նաեւ կվերադարձնեն Եվրամիություն արտահանվող թարմ պտուղ բանջարեղենի ու ծաղկի մաքսատուրքը, ասել է նա։ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա նշել է, որ իրենք ակնկալում են ընտրություն հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ինչից իր համոզմամբ հայ ժողովուրդը միշտ միայն կշահի։ Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եւ երկուստեք կարեւորել էներգետիկ, լոգիստիկ եւ առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Նրանք անդրադարձել են նաեւ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերին։ Հապկից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ նրա ժողովուրդը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Մինչև այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին համարել է կազմակերպության լիիրավ անդամ, այլ որոշումները Հայաստանից չեն ստացվել։ Նա նաև նշել է, որ Եվրասիայում կայունության ամրապնդման համար պահանջվում են ՀԱՊԿ երկրների համատեղ ջանքերը։ Ռուսաստանի նախաձեռնությամբ կատարելագործվելու են կազմակերպության ուժերը եւ իրականացվելու է կադրերի համատեղ պատրաստում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Կիևի ղեկավարը շտապում է երկխոսություն սկսել, չսպասելով Միացյալ Նահանգների միջնորդությանը կամ այլ տարածաշրջանային ճգնաժամերի հանգուցալուծմանը։ Ըստ Զելենսկիի, Վաշինգտոնի ուշադրությունն այժմ առավելապես սևեռված է Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Նա խոստովանել է, որ Ուկրաինան այլևս չի հանդիսանում Սպիտակ տան արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Նման կտրուկ հայտարարությունը վկայում է Ուկրաինայի նախագահի խորը մտահոգության մասին, կապված արևմուտքի աջակցության հնարավոր նվազման հետ։ Այս տեսակետը պետության ղեկավարը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փաստացի արձանագրելով աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը։ Դոնալդ Թրամփի եւ Բենյամին Նեթանյահուի սերտ համագործակցությունն այժմ փոխարինվել է լուրջ հակասություններով։ 3 ամիս տևած համատեղ ռազմական գործողություններից հետո կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Իրանի դեմ պատերազմի ավարտի սցենարի շուրջ։ Թրամփը ձգտում է շուտափույթ դիվանագիտական գործարքի, նախընտրական փուլում է էներգակիրների գները նվազեցնելու նպատակով։ Նեթանյահուն Իսրայելում ենթարկվում է ներքին ճնշումների եւ պնդում է Լիբանանում Հեզբոլլահի դեմ գործողություններն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը կոշտ վերջնագրով պահանջել է դադարեցնել Բեյրութի հարվածները, բացահայտ ակնարկելով վարչապետի անձնական իրավական խնդիրները։ Թեհրանն իր հերթին հմտորեն օգտագործում է այս պառակտումը եւ լիբանանյան ճակատում հրադադարը դարձրել է Վաշինգտոնի հետ բանակցելու նախապայման։ Այսպիսով առաջնորդների անձնական շահերն ու քաղաքական հաշվարկները վտանգել են տարածաշրջանում ձևավորված փխրուն ռազմավարական գործընկերությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոռետեսորեն է արտահայտվել ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ դադարեցման հնարավորության մասին։ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում նա փաստել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման նախադրյալները ներկայումս բացակայում են։ Ըստ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի, կողմերը եւ հատկապես Մոսկվան խաղաղության համար անհրաժեշտ զիջումների գնալու կամք չեն դրսևորում։ Ռուբիոն համոզված է, որ այս կործանարար հակամարտությունը չունի զուտ ռազմական լուծում եւ պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Ցավոք բանակցային բոլոր ջանքերն առայժմ անպտուղ են, իսկ պատերազմն ավելի վտանգավոր թափ է հավաքում։ Վաշինգտոնը հավաստիացրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը չի խաթարի Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը։ Միացյալ Նահանգները պատրաստակամ է ստանձնել միջնորդի դեր, թեև իրավիճակի իրական բարելավման հույսերը մնում են չափազանց աղոտ։ ԱՄՆ դաշնային իշխանությունները լիկվիդացրել են անդրսահմանային թմրաթուներ եւ առգրավել շուրջ 45 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 1 տոննա կոկային, հայտնել է Կալիֆոռնիայի հարավային օկրուգի դատախազությունը։ Ստորգետնյա անցուղու երկարությունը կազմել է մոտ 589 մետր, մեքսիկական Տիխուանա քաղաքից մինչև Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում գտնվող խանութներից մեկը։ Անցուղու պատերն ամրացված են եղել, այնտեղ կային ռեսել, օդափոխություն եւ էլեկտրականություն։ Ճապոնիայում գրանցվել է վերջին շրջանի ամենահզոր թայֆուններից մեկը։ Չանմի թայֆունի հետևանքով երկրում առնվազն 23 մարդ է տուժել։ Աղետի պատճառով շուրջ 48,000 տուն մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Անբարենպաստ եղանակի պատճառով երկրում չեղարկվել է մոտ 760 ներքին եւ ավելի քան 90 միջազգային ավիաչվերթ։ Իշխանությունները բնակչությանը նախազգուշացրել են նաեւ հնարավոր ջրհեղեղների, սողանքների եւ բարձր ալիքների լուրջ վտանգի մասին։